Հարգելի հայրենագիտներ, ողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վայրկյաններ են բյունանք մեր ուղիղ եթեր ծառայությունը, ուրեմն ընկերներ, բարեկամներ, Facebook-ի էջի վրա ձեր ծանոթները բոլորը կգրնակ կանչել այս ուղիղ եթեր ծառայության։ Մի քանի վայրկյաններ ունենք, պիտի սկսենք, պիտի վերականգնենք իրար, Տիրոջ խոսքը պիտի սերտենք, պիտի աղոթենք եւ պիտի շարունակենք մեր ընթացքը հոգեվոր այս աշխարհի մեջ։ Մեր ընթացքը դանիլ առաջ մինչև Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնա։ Ուրեմն միջ այդ մի քանի վայրկյաններ են կվերակտնենք իրար, մնացեք մեր հետ։
խոր հրթական հավիտենականության հայր սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառքը մեր երրորդության Տիրոջը, Հորը, Որդուին եւ Սուրբ Հոգուին։ Հալելույա։ Բարի եկաք սիրելի քուրիախբարներ այս ուղիաթեր ծառայությանը եւ գործնենք ցեզ ձեր դուներու մեջ, ձեր ընտանիքները, ձեր բարակաները եւ ամեն վիճակի մեջ Հիսուս Քրիստոսի շնորհքը, ամենագարող Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգուին հաղորդակցությունը կհասցնենք ցեզ։ Թող այդտեղ դեր օրտնե ուր որ գտնվիս իր մեծապարությունը հայտնվի կոդան մեջ, իր սերը, իր ամպերությունը, իր անձնավորությունը թող ճաշակես այս ուղիաթեր ընթացքին։ Աստված արադավես օրտեքես, բարի եկաք, սիրելի քուրիախբարներ, տարբեր երկիրներ, տարբեր քաղաքներ են, որ գմիանակ մեզ, մենք ձեզ գործենք Հիսուս Քրիստոսի անունով։ Այո, մենք դերը մեզ մեմիևս պահեց այս շաբաթ եւ մեզ շրջապատեց իր ողորմությամբ, իր օրհնությամբ։ Բայց որովհետեւ մենք կարողանանք մեր այսօրվա մեջ նաև իր օրհնությունները վայելենք, իր շնորհքները վայելենք եւ իր մեծ հրաշքները հրճագենք ասկե մինչև ասկ։ Հիսուսի կալուստը մոտ է եւ մենք կպատրաստվենք զինք դիմավորելու։ Երգինն ու երգիրը պիտի անցնին, բայց անոր Տիրոջ խոսքի վրա հավատարիմ եւ հաստատուն է այն մարդը պիտի մնա հավիտյան։ Եվ մեր ճշմարտ խոսքի այս ծառայության նպատակը քեզ եւ ինձ Տիրոջ խոսքին մեջ հաստատելն է։ Անոր հաստատուն է, այն հաստատունը դերը գսե խաղաղություն պիտի տա։ Մենք ուզենք հաստատվել մեր որոշումներուն, մեր մտքերուն, մեր խոսքերուն, մեր գործերուն մեջ Աստծո խոսքին համաձայն։ Բարի եկաք այս FM-ի Լոս Անջելեսի քուրիախբարներ նաև դուք մեզի գմիանակ Աստված արադապես օրհնե բոլորիս։ Սամոս 90-ն մեկ համար պիտի գարտամ, որ այս Սամոսը Մովսեսին աղոթքն է, երկար Սամոս է, բայց մեկ համարը գսե հետևյալը։ Դեր այնպես սորվեցուր մեզի մեր օրերը համրել, որ սրդի իմաստություն ստանանք։ Սորվեցուր մեզի մեր օրերը համրել, որ սրդի իմաստություն ստանանք։ Ինչս էլ է մեր օրերը համրել։ Արդյոք Մովսես կուզեր իմանալ քանի տարի պիտի ապրի,
Արդյոք կուզեր իմանալ ինչ էր իր կյանքին աբակա եկած, ասենք, կյանքի մեջ իրեն պատահածները։ Արդյոք Աստծո մեկը խնդրեր, որ Աստված իրեն ցույց տար ինչ պիտի ըլլար իրեն, ինչպես այսօր բախտակուշակներուն շատեր գվազեն եւ գուզեն հասկանալ իրենց աբական։ Ոչ, կավլիցի։ Այստեղ Մովսես կսե դեր։ Ինձ այնքան արդուն բայ, որ ես իմ օրերս, որ գաբրիմ, այդ օրերուն լրջությունը հասկանամ, համրեմ ըսել է այդ օրերը լուրջ ծևով, քննարկեմ, իմ օրերս համրել սորվեցուր, իմ օրերուս լրջությունը ինձ համրել սորվեցուր, ինձ սորվեցուր իմ կյանքիս նպատակը դեր, որ ոչ մեկ օր բարաբի չերթա, ինձ սորվեցուր ինչու համար եկած եմ այս աշխարհ, որ ես այդ նպատակին համար աշխատիմ, ինձ սորվեցուր իմ կյանքիս նպատակը շիդակ տեղը տնել, որպեսզի այդպես իմաստություն ունենամ շիդակ քայլերը անելու, շիդակ ընտրությունները անելու, ուղիղ ճանապարհով գնալու։ Շատ մարդիկ այսօր սիրելիներ նպատակ չունեն իրենց կյանքի մեջ։ Եվ գվազեն եւ գաբրին աննպատակ։ Ինչ կպատահի իրենց կուզեն այդ հարցը լուծել։ Ձովի ալիքներուն նման մեկ կողմ աճ, մեկ կողմ ցախ, կփորձեն հարց լուծել, կփորձեն այս կամ այն հայցերուն յետևեն երթալ։ Կարծեք նպատակ չկա։ Բայց Աստված մարդուն երբ այս աշխարհ ղրգեց նպատակի համար ղրգեց։ Երբ մենք Հիսուս Քրիստոսը կընդունենք իբր մեր Տերը եւ մեր Փրկիչը, երբ Սուրբ Օքին գուքա եւ գփնագի մեր մեջ, մեզ ուղղություն կտա, մեր նպատակը կհիշեցնի, որ չլա թե մեր օրերը բարաբի երթան։ Եվ հավատացյալին մեղքը այդ է, որ շատ անգամ մեր օրերը եւ մեր ժամերը բարաբի երթան։ Ուրեմն այս աղոթքը Սաղմոս 2-ին Մովսեսին այս աղոթքը թողլա նաև քո եւ իմ աղոթքը։ Դեր ինձ իմ օրվա լրջությունը սորվեցուր, իմ կյանքիս նպատակը հասկացուր ամեն վարքյան, որ ես իմաստություն ունենամ, շիդակ ընտրություններ, շիդակ մարդկանց հետ, շիդակ դեղը, շիդակ խոսքերը, ապրիմ եւ բարաբի չանցնի։ Ահավասիկ գեղեցիկ աղոթք, որ գուզեմ քո ուշադրությանը գրավել։ Դեր Աստված, ինձ լրջություն սորվեցուր, ամեն մեկ վարքյանին, ամեն մեկ օրիս, ամեն մեկ շաբթվաս, որ բարաբի չանցնի, որ կյանքի իմաստությունը ստանամ, որ իմանամ եւ գիտնամ եւ ճիշտ ուղղությամբ քայլեմ։ Եվ երբ որ դու հավատացյալ կդառնաս, Սուրբ Օքին քեզ կսորվեցնե։ Ամեն օր ավելին, ամեն օր քիչ ավելին կսորվեցնե քո կյանքիդ նպատակը։ Թե չլա թե բարաբի անցնիս, թե չլա թե այն դաղանտները, որ դված է քեզ, այն բարգևները, այդ գարողությունները, որ դված է դերը քեզ դված է, բարաբի չանցնի։ Ուրեմն աղոթե, դեր, օգնե ինձ, իմ ամեն օրս, որ չլա թե ես բարաբի անցկացնեմ այս կամ այն հարցերուն յետևեն վազելով։ Այսօր դժբախտաբար կտեսնենք շատ հավատացյալներ, որ աշխարհայիններու պես կապրին։ Գվազեն այս բանի յետևեն, գվազեն այդ բանի յետևեն, գմորնան թե իրենք նպատակ ունին։ Նպատակ ունին Աստված բաշտել, Աստված ծառայել, նպատակ ունին Աստծո խոսքը լսել, նպատակ ունին Աստծո ճամփուն մեջ քայլել, նպատակ ունին իրենց կյանքը շտկել ուղիղ ճանապարհի վրա։ Անորամար ամեն օր աղոթե, ամեն վարքյան աղոթե, Մովսեսին այս աղոթքը դեր իմ օրերս, իմ ժամերս համրել սորվեցուր, որ բարաբի չանցնեին, որպես այդ ժամերուն մեջ կյանքի իմաստություն ունենամ։ Հալելույա։ Եվ այս աղոթքը եթե դու անգերտ սրտով գաղոթես, այն հոժարությամբ, որ դու գուզես քո կյանքդ լեցվի, Աստծո խոսքին համաձայն կյանքդ լեցվի, այն նպատակին համար, որ Աստված դրած է քեզ այս աշխարհ, անպայման Սուրբ Օքին քեզ կհիշեցնե։ Իսկ եթե դու վերստին ծնված չես, պետք ունիս զղջալու, ապաշխարելու, դառնալու Տիրոջը, որ Սուրբ Օքին կա քո մեջ եւ քեզ սորվեցնե շիդակ եւ ուղիղ ճամփան քայլելը։
իրեն լա երրորդության մեր դիրոջը, փառքը, բադիվը եւ օրհնությունը, հալելույա։ Ով եմ ես, որ Աստված ինձմով կսպահվի, ով եմ ես, որ Աստված իմ կյանքս կուզելեցնել, ով եմ ես, ոչինչ եմ, բայց Աստված կսիրե, իր միածին որդին տվավ քեզ համար, որ դու արժեքավոր ես, դու արժեք ունիս, եւ այո, եթե Հիսուս Քրիստոսի ցերկը բռնած Սուրբ Օգիով կայլես իր խոսքին համաձայն, դու մեծ արժեք ունիս եւ այդ արժեքը Տերը ամեն օր կզարգացնե եւ կզարգացնե իրեն լափարք, հալելույա։ Լսենք այս երգը, կվերակտնենք իրար առաջին Թուղթար Հովհաննու երկրորդ գլուխ համար 18-ն սկսյալ։ Եկեք լսենք այս երգը։ Ով եմ ես, որ ստեղծողը ամենի, անտարբեր չէ իմ ցավի։ Ով եմ ես, որ նրան լույսը ճշմարիտ, սիրտը իմ լուսավորեց, երբ կորած է խավարում։ Բայց հարցը այն չէ ով եմ ես, այ թե այն ինչ նա արեց, եւ անկախ իմ գործերից, իր շնորհքով նա ինձ փրկեց։ Գիտեմ, կյանքը ինձ աղիք է, որ տրախում եւ չորանում է, ծովում մարով միարիք է, բոլոշի կամուց դժված, բայց երբ կանչում եմ ինձ լսում ես, երբ ընկնում եմ բարձրացնում ես, եւ ասում ես ով եմ ես, քոն եմ ես, քոն եմ ես։ Ով եմ ես, որ Աստված ամենակետ, որ գիտի մեղքերը իմ, միևնույն է ինձ սիրեց։ Ով եմ ես, որ նա ձայնը զորավոր, փոթորիկը կանգնեցնող, միտքը ինձ խաղաղացրեց։ Բայց հարցը այն չէ ով եմ ես, այ թե այն ինչ նա արեց, եւ անկախ իմ գործերից, իր շնորհքով նա ինձ փրկեց։ Գիտեմ, կյանքը ինձ աղիք է, որ ծաղկում եւ չորանում է, ծովում մարով միարիք է, բոլոշի կամուց դժված, բայց երբ կանչում եմ ինձ լսում ես, երբ ընկնում եմ բարձրացնում ես, եւ ասում ես ով եմ ես, քոն եմ իր շնորհքով նա ինձ փրկեց։ Գիտեմ, կյանքը ինձ աղիք է, որ ծաղկում եւ չորանում է, ծովում մարով միարիք է, բոլոշի կամուց դժված, բայց երբ կանչում եմ ինձ լսում ես, երբ ընկնում եմ բարձրացնում ես, եւ ասում ես ով եմ ես, քոն եմ ես, քոն եմ ես։
ումից վախենամ, ումից սարսափեմ, քոնն ես, քոնն ես. Հալելույա, դիրոճմով մենք ինքնություն ունենք, իրեն լապարկ, այո, ումից վախենամ, ումից սարսապիմ, եթե ես դիրոճն եմ, ինք կբահև կբաշպանե, երանի այն մարդուն, որ դիրոճ վրա կվստահի, երանի այն մարդուն, որ դիրոճ կհանձնվի և իր մով կկալի և իրեն համար կապրի, այո, երանի ես դու, սիրելի քույրիկ, սիրելի եղբայր, քանի որ ունիս Տեր Հիսուս Քրիստոս, որ հանձնվել ես քո կյանքով, այո, դգարություններով, բայց քո կյանքդ իրն է, և ինք քեզ կբահե և կպաշտպանե մինչև վերջին օրը։ Իրեն լապարկ, հալելույա, ամեն և ամեն։ Քույր եղբայրներ, վերադառնանք առաջին թուղթ առ Հովհաննու գլուխ 2 և համար 18-ն սկսյալ պիտի շարունակենք մինչև երկուքին վերջավորությունը։ Ուրեմն, այստեղ կսկսի, ինչպես անցյալ անգամ ասինք, Հովհաննես կգրե եկեղեցիներուն և այդ նպատակով, որ այս նամակները պիտի հասներ այդ տարբեր եկեղեցիներուն, այդ տարբեր իրեն ինք, որ շատերուն կճանչնար, շատերուն չէր ճանչնար, նպատակը մեկ եկեղեցի հասնել չէր այդ բոլորին։ Եվ գեղեցիկը, քանի որ կտեսնեք, գիտեք Հովհաննես առաքյալը վերջին առաքյալն է։ Եվ երբ կգարթանք այս նամակները, կանցրատառնանք, որ իր կյանքի վերջավորություններն է արդեն։ Տարիքը արած է։ Եվ այստեղ գսե որդակներ անցյալ անգամ տեսանք, ամեն անգամ որ խոսքը գուզե հայտնել հավատացյալներուն գսե որդյակներս։ Այդ հայրական քութը, հայրական սերը, հայրական հոգադարությունը ցույց կտեսնենք, գերևնա, ցույց կտա այս որդյակներ բարեն։ Ուրեմն նայեցեք ինչ կսե որդյակներս, համար 18-ը, վերջին ժամանակն է, ու ինչպես լսեցիք ները պիտի կա, և արդեն շատ ներեր եկած են, ատկեք իմանանք, թե վերջին ժամանակն է։ Ինչս էլ գուզե վերջին ժամանակը։ Վերջին ժամանակը, երբ մենք կնայինք, կնարգենք ամբողջ սուբգիրքը, հին և նոր գդագարանը, հին գդագարի մեջ այդ մարգարեությունը կար, որ գսե վերջին ժամանակը։ Վերջին ժամանակը պիտի սկսեր, երբ Աստված ինք կար և իր ժողովուրդին բարձրացներ։ Նոր գդագարանի մեջ վերջին ժամանակը գրնամ ասել նավագադիկը եղավ, բացումը եղավ Հիսուս Քրիստոսի խաչելությունով, հարությունով և Սուրբ Հոգիի գալով։ Վերջին ժամանակները կսկսին խաչելություն, հարություն և հոգեկալուստ։ Համբարձում և հոգեկալուստ, եթե գուզեք։ Ուրեմն վերջին ժամանակները, երբ որ գսե արդեն ոչ մեկ բան չմնաց անելիք, բացի Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Վերջին ժամանակը ասել է Աստվածային կողմեն ոչ մի բան չկա անելիք։ Հիսուս խաչվեցավ, հարություն արավ, համբարձավ, Սուրբ Հոգին ղրգեց և Սուրբ Հոգիով իր ժողովուրդը կսպասե, կպատրաստե իր վերստին երկրորդ գալստյանը։ Ուրեմն վերջին ժամանակները սկսան այն օրվանեն, երբ Հիսուս համբարձավ և Սուրբ Հոգին ղրգեց։ Մեկ խոսքով, երբ եկեղեցին պաշտոնապես սկսավ։ Եվ այս գիրագի, եկող գիրագի պիտի դոնենք Պենտեկոստեի հոգեկալստյան տոնը։ Եվ այդ վերջին տոնն է, որ մե վերջ գամիան մեկ բան, Հիսուսի վերադարձը։ Եվ մենք հիմա 2000 տարի է այդ վիճակի մեջ ենք։
Գրնամ ասել 2000 տարի է վեր մենք վերջին ժամանակներու մեջն ենք, որ մարգարեություն եղավ, կատարվեցավ, Աստված իր ընայքը կատարեց, միածին որդին բոլոր փրկագործությունը ընելով, հիմա մնաց մեկ բան, Տիրոջ վերադարձը եւ Դատաստանը։ Ուրեմն վերջին ժամանակներուն մեջն ենք։ Եվ այդ վերջին ժամանակները երբ որ սկսավ նաև սատանայական կորձիչներ կամ վարդապետություններ կամ աստվածապանություններ սխալ ձևով խանգարել եկեղեցին։ 2000 տարի է իվեր վերջին ժամանակները երբ սկսան, այն օրվանե միջև հիմա մեկ նպատակ կա։ Հիմա այստեղ գսե վերջին օրը ները պիտի կա։ Ները ասել է Հագա Քրիստոս։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզ գսորվեցն է, որ վերջին օրերը երբ կմոտենա Հիսուսի վերադարձը, դաժան օրեր պիտի լան հավատացյալներու համար։ Եվ անձնավորությունը Հագա Քրիստոս պիտի կա եւ իր իշխանությունով փորձե ինչ որ Քրիստոսի համար է կանտե։ Այս պիտի լա վերջին օրերուն Հիսուսի կալստենեն վերջին օրերու ժամանակներուն։ Բայց այստեղ Հովանես մի կարևոր բան գսե։ Գսե ինչպես լսեցիք ները պիտի կա, ուրեմն Հագա Քրիստոսը պիտի կա։ Եվ այստեղ գսե, բայց արդեն շատ ներեր եկած են։ Ինչ ասել գուզե։ Հագա Քրիստոս այս սիստեմը, այս միտքը, այս գրնամ ասել ուղղությունը Հիսուս Քրիստոսի եկած ժամանակեն իվեր կա։ Երբ առաքյալները դեռ Գաբրեին գային, ինչպես խոյեցանք անցյալ անգամ, սուտ մարգարեներ, սխալ ուսուցիչներ, որոնք սխալ բաներ գսորվեցնեին։ Նպատակը ինչ էր, որ Քրիստոս, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ անձնավորութենեն շեղվի մարդ արարածը։ Քրիստոսը ինչպես որ է չընդունելու համար միլիոն ծևեր կործածված է սատանայի եւ տերերու իշխանության տակ, որբեսի մարդիկ գամած շեղվին Հիսուս Քրիստոսի անձեն։ Եվ գսե արդեն շատ ներեր եկած են։ Այն օրվանե սկսյալ Հագա քրիստոնեական մտքեր եկան այս աշխարհի մեջ։ Հագա քրիստոսյան ուղղություններ, Հագա քրիստոսյան վարդապետություններ, մտավ եկեղեցիներու մեջ, մտավ գազմագերբություններու մեջ, եւ մինչեւ այսօր գլսեք ինչեր գլսենք այս վերջերս գեղերականներու կյանքին մեջ, հոգևոր կյանքերուն մեջ, եկեղեցական կյանքերուն մեջ 2000 տարի է իվեր Քրիստոսի սորվեցուցած հիմքեն շեղված է եկեղեցին, ինչու, քանի որ ներեր եկան եւ գան եւ պիտի ըլլան մինչեւ վերջինը անձնավորությունը, որ պիտի կա հստակ ձևով հրճագե Քրիստոսի հագարակը լալը։ Մինչեւ հիմա Քրիստոսի անունը կործածելով Հիսուս Քրիստոսի ուսմունքեն գհերացնեն մարդիկ, բայց Հիսուսի անունը կործածելով շատ աղանդավորներ, շատ մը եկեղեցի ըսվածներ, շատ մը հոգևոր գազմագերբություններ այսօր Հիսուս Քրիստոսի խոսքի հիմքեն շեղված են։ Եվ Հովաննես կսե, ասոնք ներեր են, Հագա քրիստոնյան են, Հագա քրիստոսիններ են, Քրիստոսի հագարագործներ են, Քրիստոսի ուսմունքին հագարագործներ են, երբ Քրիստոսի վարդապետության վրա գավելցնենք սովորություններ, ավանդություններ, երբ կշեղենք կամաց Քրիստոսի խոսքը մարդը քաշելով դեպի մեզ, դեպի մարդկանց, դեպի մեր գազմագերբություններու, դեպի մեր եկեղեցիներու, ինչ է այս, եթե ոչ Հագա քրիստոնյան մտքեր։ Ուրեմն գա Հագա քրիստոնյա մտքեր։ Առաջին օրեն մինչև այսօր եւ մինչև Հիսուսի վերադարձը։ Մինչև գսե եւ այսպես գիմանանք թե վերջին ժամանակն է, ինչու, քանի որ ամբողջ հարվածը գուքա Հիսուսի եւ իր ուսմունքին դեմ։ Այսինքն այսօր իսլամներուն հանգիստ կթողի աշխարհը, հրյաներուն հանգիստ կթողի աշխարհը, բայց Քրիստոսի հետևորդներուն մի հատ նայեցեք որ չափ կհալածվինք։ Մեմը նայեցեք աշխարհի 4 կողմը։
Կոնի Եվրոպայի մեջ սիրելի քույր եղբայրներ մեկ հատ իսլամը գմերնի ամբողջ Եվրոպան ոտքի գելլե վայ իսլամին մերծուցին։ Մեկ հատ հրյա գմերնի ամբողջ Եվրոպան ոտքի գելլե հրյա մերծուցին։ Բայց գիտեք քանի քրիստոնյաներ քանի որ հավատացյալ են եկեղեցիներու մեջ կմտնեն այսօր մարդ կսպանեն եւ ոչ մեկը ցայն չհաներ։ Ինչու՞։ Հագա քրիստոնյան միտքը, հոգին, ղեկավարությունը, քաղաքականությունը ամեն ցևով գաշխատի։ 2000 տարի եկուզեն բնաչնչել ճշմարիտ քրիստոնյաներ։ Երբ որ պատմությունը կգարտանք եկեղեցական պատմությունը, քանի միլիոն հավատացյալներ մեռած են, ով մերծուցած է։ Հիմնված պաշտոնական եկեղեցին միշտ հալածած է ճշմարիտ Քրիստոսի հետևորդ հավատացյալներուն։ Միշտ եղած է հագա Քրիստոսի, հագա քրիստոնյաներ, այո Քրիստոսի անունը դալով, այո եկեղեցիներու մեջ խաչ գրելով կամ այս կամ այն Քրիստոսի մասին խոսելով, այո, բայց եթե ճիշտ վարդապետությունը գնայինք Հիսուս Քրիստոսի անձնավորությունը Հիսուսի կողքին գավելացնենք սուրբեր, գավելացնենք մարդիկ, գավելացնենք վարդապետություններ, գավելացնենք սրբանկարներ, սուրբեր եւ այլն, այս ինչը սել է։ Այս բոլորը սել է հագա քրիստոնյան մտքեր, ուսմունքներ, վարդապետություններ։ Դերևս շատերը համաձայն չեք, դերևս շատերը համաձայն չեն լար, քանի որ հիմա ինչ որ գսեմ հիմնական ինչպես եմ ավանդաբաշտ հոգևորականներ կամ հոգևոր հավատացյալներ գրնան մերժել ինչ կսեմ։ Բայց հիմա որ պիտի կարդանք պիտի տեսնենք Հովհաննես որում մասին գսե ներեր եկած են եւ գան եւ Պողոսն նույն բանը գսե Թեսաղոնիկեցիներու մեջ ների հոգին գա գսե ներ բառը ասել է հագա Քրիստոս հագա Հիսուս հագարակ Հիսուսի եւ իր ուսմունքի։ Երբ որ գնայինք այսօր ինչ Հիսուս սորվեցուց եւ ինչ կբադահի մեր եկեղեցիներու մեջ, տարբեր եկեղեցի անուններ չեմ ուզեր դալ, բոլոր եկեղեցիներն ալ ունին այդ վտանգը, եթե ուշադրություն չունեն։ Ինչ կբադահի եկեղեցիին մեջ, երբ ինչ կսե Հիսուս իր խոսքի մեջ։ Որքան ուշադիր պետք է լանք, որ հագա Քրիստոսի հոգին չմտնե մեր մարդաշեն գազམ་ագերբություններու մեջ։ Համար 19 Մեզմե ելան ոմանք, բայց մեզմե չէին։ Վասնզի եթե մեզմե ըլլային, մեզի հետ պիտի մնային։ Բայց մեզմե ելան, որբեսի հայտնի ըլլա թե անոնք, ամենքը մեզմե չէին։ Որում մասին կխոսի Հովհաննես։ Հովհաննես կխոսի այն հավատացյալներ, որ եկեղեցի մեջ էին, որ Քրիստոսը կպաշտեին, բայց դուրս ելան, շեղվեցան, թողեցին հավաքույթը, թողեցին եկեղեցին, թողեցին քույր եղբայրները, շեղվեցան հագա քրիստոնեական մտքերու մեջ մտնելով։ Եվ այսօր ցավալի է եկեղեցիներու մեջ հուսախապություն, հիաստապություն, կգարձենք թե այս քույրը մեր քույրն է, այդ եղբայրը մեր եղբայրն է, բայց մենք ամեն փամը գսե, փամը կբադահի եւ վատսեվով գթողնե եկեղեցին եւ կգնա, այստեղ ինչ կբադահի արդյոք։ Այդ մարդուն մեջ եկավ հագա քրիստոնեական հոգին, հագա Քրիստոսի հոգին, որ Քրիստոսի մարմինին ծավցնելով դուրս եկավ։ Մեզ մեկը կարծեինք, բայց մեզ մեջ են։ Ոնց տեսանք, ինչպես տեսանք, երբ դուրս ելան, հասկացանք, որ մեզ մեջ էին, իրենց սիրտը կապված չէր Քրիստոսի մարմինին եւ Քրիստոսի ժողովրդին։ Եվ այս ինչ որ գսեմ սիրելիներ, այսօր Եվրոպայի մեջ, Հայաստանի մեջ միանշանակ, Ամերիկայի մեջ շատ, Եվրոպայի մեջ շատ, հայերու մասին է խոսքս։ Թիթեռնիկի նման եկեղեցիներ կփոխեն։ Մեկ եկեղեցին կթողնեն, մյուս եկեղեցին գերտան, մյուս եկեղեցին կթողնեն, մյուս եկեղեցին գերտան։ Երբ որ իրենց հարմար չէ կթողնեն գերտան ուրիշ տեղ։ Ժողովուրդ, այդ տեսակի մարդկանց դուք ասեք, ես չասեմ, դուք ասեք, որ այդ տեսակի մարդիկ իրենք հագա Քրիստոսի ների հոգի ունեն։
քանի որ ներին հոգին բարձրապես Քրիստոսի ուսմունքին հագարակ բաներ գնե։ Եվ Քրիստոսի ուսմունքը ինչ է։ Միապան եղեք, սիրեցեք իրար, գողգող եղեք, իրար ոտ լվացեք, իրար ծառայեցեք։ Այս կսե Հիսուս։ Բայց ինչ կմտա այսօր բաժանումներ եկեղեցիներու մեջ։ Երկու հոգի, երեք հոգի մեկը գահավաք է իր եկեղեցին գշնե։ Չագերդյալ եկեղեցի։ Եվ այսօր շատեր չենալ հասկնար։ Ուրիշներն ալ կգարձեն թե եթե իրենց եկեղեցին դու չգնաս դու գործված մարդ ես։ Մի խոսքով ամեն մեկը տարբեր ներային վարդապետություն այսօր կստեղծե մարդկանց բահելու դեպի իրենց։ Բայց Քրիստոս այդ չբացատրեց մեզ։ Քրիստոս մեզ սորվեցուց, որ մենք օրհնենք, սիրենք, սորվեցնենք, միապանվենք եւ ծառայենք իրար։ Մեզ բելան, բայց մեզ չէին։ Համար 20 սակայն դուք օծություն ունիք սուրբեն ու ամեն բան գիտեք։ Օծություն ունիք սուրբեն եւ ամեն բան գիտեք։ Ինչ ասել գուզե։ Սուրբ ով է։ Աստված։ Օծությունը ինչ է։ Սուրբ ոգին։ Դուք կսե սուրբ ոգին ստացաք եւ դուք գիտեք որն է շիտակը։ Գիտեք գիտեք։ Եվ դուք գիտեք որն է ճշմարտությունը։ Դուք գիտեք ինչ է կարևորը եւ ինչն է սխալը։ Դուք գիտեք ինչ բան յետևեն պիտի վազեք եւ ինչ բան յետևեն պիտի բռնեք եւ ինչ բան պիտի թողեք։ Դուք Սուրբ ոգի օծությունը ստացել եք։ Դուք հավատացյալ վերստին ծնված։ Խոսքը հավատացյալ վերստին ծնվածներու մասին է։ Ուրեմն կան այդտեղ հավատացյալ վերստին ծնված, որոնք Սուրբ ոգիով միապան գաբրին եւ այդտեղ շագերդյալ հավատացյալներ կան, որ ների հոգիով այստեղ այնտեղ գտողնեն կգնան։ Այստեղ Հովհաննեսը հստակ կբացատրի։ Ուրեմն դուք օծությունը ունիք սուրբեն եւ ամեն բան գիտեք։ Ասել է այդ Սուրբ ոգին գիտեք Հիսուսը ասավ ես պիտի երթամ եւ ցես պիտի ուղարկեմ Սուրբ ոգին եւ Սուրբ ոգին ցես պիտի առաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Եվ նույն բանը այստեղ կսա օծությունը ստացաք, օծությունը Սուրբ ոգին է։ Ստացաք եւ դուք գիտեք որն է շիրակը։ Գիտեք Հիսուսի խոսքերը, գիտեք ինչ է եկեղեցի, գիտեք ինչպես պետք է ապրենք, գիտեք եւ գսորվիկ շիդակ ճշմարտության մեջ քայլելու։ Դուք ձեր գլուխով չեք քայլեր, դուք ձեր զգացումով չեք քայլեր, դուք ասորանոր լսելով չեք քայլեր, դուք գիտեք ով է Հիսուս, դուք գիտեք Հիսուսի խաչը, Հիսուսի հարությունը, Հիսուսի ուղարկած Սուրբ ոգին, դուք շատ լավ գիտեք։ Դուք ասոր լսելով չեք կրնար շեղվիլ, դուք գիտեք միապանություն ինչ ասել է։ Հիսուսը ասավ, եթե այս բաները գիտեք, ուրախ կլակ եթե իրար սիրեք։ Հիսուսը ասավ, եթե Սուրբ ոգին ունիս, Սուրբ ոգին քեզի այդ օծությունն է, որ պիտի սորվեցնե այդ ճշմարտության մեջ։ Ուրեմն գտեսնեք, սիրելի քույր եղբայրներ, առաջին օրեն, երբ եկեղեցին հիմնվեցավ, հենց առաջին օրեն եկեղեցին քանդվելու նպատակ կա։ Ամեն Քրիստոսի մարմինով հավաքված խումբը որ գսիրե իրար եւ գուզե միասին Աստված պաշտել։ Վտանգ կա բաժանման, քանի որ հարցակումի տակ է եկեղեցին։ Հայտնության Հովհաննուն ինքը գկրե, գլուխ 13-ին մեջ, որ Սատանան գսե իր բերնեն գահանե այդ հեղուկը, որ սահեցնե եկեղեցին հրաբուրիչ մտքերով։ Եվ ահա գբադայի այսօր 2000 տարի է։ Բայց վերստին ծնված հավատացյալը այստեղ են գերևնա։ Վերստին ծնված հավատացյալը գերևնա իր միապանությամբ իր եկեղեցի մեջ։ Վերստին ծնված հավատացյալը այդ օծությունը ստացող մարդը ինք գիտե նույնիսկ եթե գծավի, նույնիսկ եթե գտարաբի, նույնիսկ եթե ցավ է իրեն համար ինք գիտե միապանալ իր եղբոր քրոջ միապանության մեջ Քրիստոսի խոսքին վրա հիմնված։ Քանի որ օծությունը մեզ գսորվեցնե ճշմարտությունը։ Չկրեցի ցեզի իբր թե ճշմարտությունը չեք գիտեր, հավա դուք գիտեք զանիգա եւ նաեւ թե ամեն սդություն ճշմարտություն չէ։ Դուք գիտեք կսե, որ ամեն ըսվածները ճշմարտություն չեն։ Դուք գիտեք քննել, դուք գիտեք լսել, որ քարոզը, որ մարդը, որ հոգվիվը, որ եկեղեցին շիտակ է, որ եկեղեցին սխալ է։ Երբեմն մարդիկ կսեն, ամեն եկեղեցիները նույնն են, ես կսեմ ոչ։ Ամեն եկեղեցիները նույնը չեն։ Ինչ կմատա այդ եկեղեցիի մեջ։
Այդ եկեղեցին գլուխը ով է, այդ եկեղեցին առաջնորդները ով են, այդտեղ ինչ կսորվեցնեն, այդտեղ ինչ կաբրին, որն է ճշմարիտ եկեղեցին եւ որն է սուտ եկեղեցին, այստեղ Հովհաննես կսե դուք գիտեք։ Գիտեք ինչու, քանի որ Սուրբ Հոգիով գարաշնորթվիք։ Ես ուրախ եմ, երբ որ գտեսնեմ հավատացյալներ, որոնք Սուրբ Հոգիով գարաշնորթվին եւ երբ որ գլսեմ բզդիկ սխալ քարոզի մեջ, բզդիկ սխալ խոսակցության մեջ, այդ մարդիկ կգան եւ կջշտեն։ Փառք Տիրոջը։ Սուրբ Հոգին ստացողը, Սուրբ Հոգի օծություն ունեցողը, այդ մարդը ճշմարտությունը պետք է նայի ամեն քարոզին, ամեն չսվիր, ինչ քարոզ որ գլսենք, այո չսվիր։ Ամեն Քրիստոս ըսողին, այո չսվիր, քիչ հետո պիտի տեսնեք։ Պիտի տեսվի այստեղ Հովհաննես ինքը պիտի ասե, թե մարդիկ կհավատան Հիսուսի, բայց ո՞ր Հիսուսին։ Եվ հավասիկ ներային հոգին, որ Հիսուսը չէ որ քեզ մեջ պիտի անի, բայց Հիսուսին դարբեր մոդեցում պիտի դա, որ դու սխալ Հիսուսի հավատաս, սխալ Հիսուսի վարտաբեդության հետևիս, որ դու սխալ ուսմունքի հետևիս, փոքր ձևով, կամաց։ Մեզ մե ելան, բայց մեզ մե չէին։ Եվ քանի որ ելան, մենք գիտակ որ մեզ մե չէին, եւ ինձ մեջ ճշմարտություն չի գար, բայց դուք Սուրբ Հոգին ունիք, դուք ճշմարտությունը գիտեք, դուք գիտեք զանազանելը սուդը ճշմարտութեն են։ Այո, սիրելի քույր եղբայրներ, ամեն քարոզ չի լսվիր։ Մի բանակ YouTube-ը եւ ամեն առաջին քարոզը մի լսեք։ Եկող քարոզը մի լսեք, ժողովուրդ, ամեն ինչ չի լսվիր, այդտեղ են կա ների հոգին, այսօր YouTube-ի միջոցով, այսօր Zoom-ային միջոցով, այսօր ինտերնետային միջոցով եկեղեցիներ կքանթվին, քանի որ մարդիկ քարոզիչներու գլսեն եւ գսեն, «Հաս ինչ լավ քարոզիչ է, մեր հովիվեն ավելի լավ է, պետք չկա եկեղեցի երտալ, երտամատ քարոզիչին հետևիմ»։ Եվ այս ներային հոգի է։ Նախ այդ մարդը, որ գքարոզե եւ գսե եկեք ինձ լսեցեք, այդ արդեն ներային հոգի ունի, իսկ երկրորդը այդ հավատացյալը, որ իր եկեղեցին հետ միապանված չէ։ Շատ կարևոր է ինչ որ գսենք։ Վերջին թարերու դժվարությունը, նայեցեք առաջին օրեն եկավ այդ։ Մարդիկ ուկային Բողոսալ գսե, մարդիկ ուկային եկեղեցիները բաժնելու նպատակով։ Բայց հիմա շատ ավելի արագ կլայս բոլորը։ Շատ ավելի հստակ կլայս բոլորը ինտերնետով մարդը դու նգնստի մեծ չունի դեղ մի երտալու դու նգնստի եւ գլսե այս կամ այն քարոզիչը որուն հիմքը Քրիստոսի եւ իր խոսքը չէ որուն հիմքը դերևս ուրիշ անձնաշահ անձնագետրոն մեկ խոսքով ներային հոգի է ների հոգի է ասեմ հագա քրիստոսյան հոգի է ով է սդախոսը, եթե ոչ ան որ գուրանատ է Հիսուս Քրիստոսն է, անիգա է ները, որ գուրանա հայրն ու որդին։ Հիմա որ ասկը գարտանք, դու գսես, ես չեմ որանար հայրը և որդին, ես պրոբլեմ չունիմ։ Եվ այդ մեզ մե ելած հավատացյալները, որոնց մասին խոսեցանք, այդ հավատացյալները, որ բաժանումներ գնեն եկեղեցիներում, չեն որանար հայրը և որդին։ Ուրեմն ով է այդ ները, ով է այդ սդախոսը։ Քույր եղբայրներ այն ժամանակ, որ Հովհաննես կգրեր, վարդապետություններ գար, որ կբաժներ եկեղեցին, ըսելով թե անցյալ անգամ լսեցի այս մասին, ըսելով թե Հիսուս մարդը անոր մեջ մտավ Աստուծո որդվոյն Քրիստոսի հոգին։ Ուրեմն Աստծո Քրիստոսի հոգին կործածեց Հիսուս ըսված մարդը։ Ուրեմն Հիսուսը եւ Աստծո որդին դարբեր անձնավորություններ են։ Այսպես կբացատրվեր։ Հովհաննես կբայկարի այդ մտքի թեմ, ինչպես մենք ալ։ Այսօր ինչ է։ Այսօր գրնամսել ցեզի դարբեր ավանդություններ կան, կամ նույնիսկ աղանդավորներ կան, նույնիսկ ավետարանական ընտանիքի պատկանող քարոզիչներ կան, որ նրբությամբ երբեմն այս բաժանումները քարոզեն կամ գսորվեցնեն։ Ինչ որ բոլորովին սխալ է։ Հիմա սիրելի քույր եղբայրներ, նայեցեք այստեղ։ Շեշտը տրված է Հիսուս Քրիստոսի անձի չհասկանալու վրա։ Երբ որ մենք չենք ընդունիր Հիսուսը ինչպես որ ինք կներկայանա մեզ, մենք ոչ հայր ունենք, ոչ որդին ունենք
եւ մենք դատաբարդված ենք։ Ուրեմն ընդունիլ Հիսուս Քրիստոսը ինչպես որ սուրբ գիրքը մեզ գսե։ Թարեր բայկարներ եղան սիրելիներ։ Մեր հայ եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցի միջև։ Հիսուս երկու բնություն ունի կամ մեկ բնություն ունի։ Ուրեմն բայկար եղավ այստեղ։ Բայկար գնաց տարեր։ Հիսուս երկու բնություն կամ մեկ բնություն։ Եվ բայկարներ գնաց։ Միջև այսօր մոնոֆիզիտները այս բայկարի մեջ են։ Թե Հիսուս Աստված էր, թե Հիսուս մարդ էր։ Եվ գամ Հիսուս կադարյալ մարդ, կադարյալ Աստված էր։ Մենք կհավատանք Հիսուս կադարյալ մարդ, կադարյալ Աստված։ Երկու անձնավորություն չէր, Հիսուս մարդը եւ Քրիստոս հոգին իրար չմիացավ, այլ Աստված մարդացավ, կադարյալ ցևով մարդացավ եւ իր աստվածությունը կադարյալ գար, բայց շատ անգամ չկործածեց իր մարդկային բնության մեջ, այո։ Երբ կսե Հիսուս հոգնեցավ, Հիսուս լացավ, Հիսուս սոված էր, անոթի էր, Աստված ոչ կհոգնի, ոչ ալ կսովանա։ Հիսուս մերավ, Աստված չի մերնիր, բայց իր մարդկության մեջ, իր կատարյալ մարդկության մեջ, այո։ Ուրեմն վարդապետություններ կան ժողովուրդ ջան, որ եթե մենք սիրելի քույր եղբայրներ, եթե մենք հստակ չսորվենք Աստծո խոսքեն, մենք հագա քրիստոսյան հոգին մեջ գրնանք շեղվիլ։ Որքան կարևոր է Աստծո խոսքը հստակ հասկանալ։ Նույն բանը Սուրբ Հոգին հետ կապված, բարգևներու հետ կապված, բդուղներու հետ կապված, դաղանտներու հետ կապված։ Շատ մը եկեղեցիներ Սուրբ Հոգին այդպես կներկայացնեն, որ կարծեք ոչ Հայր Աստված կա, ոչ Որդի Աստված կա։ Հասկանաք, շատ կարևոր է մեր աստվածաբաշխությունը եւ աստվածագիտությունը, աստվածաբանությունը հստակ գիտնանք, քանի որ եթե մենք հստակ չենք սորվիր, մենք կրնալը շատ շուտ հագա քրիստոսյան ներային հոգին մեջ մտնել, քանի որ առաջին օրեն այդ բանը գա, մինչև վերջին օրը պիտի լա։ Այսօր մեր եկեղեցիներու մեջ որ սուբկրային սերդողություն գսենք մարդիկ այնքան շատ չեն սիրեր։ Բայց կսենք եկեք աղոթենք ձեր համար բժշկվիկ, Սուրբ Հոգիով լեցվիկ, բարգևներ խոսիկ, մարդիկ կվազեն եկեղեցի։ Բայց Սուրբ Գիրքը սերդելու, հասկանալու, ինչ որ Հիսուս միան այդրավ, Հիսուս բացատրեց, սորվեցուց։ Այո, հրաշքներ ըրավ, բայց իր շեշտը տրավ իր սորվեցներու վրա, Պողոս Արաքյալ, Պետրոս, Հովհաննես, գքրեն, որ մեզ սորվեցնեն, գսե դուք ունիք օծությունը, բայց այդ օծությունը պետք է զարգանա, Սուրբ Հոգին պետք է արի տանք, որ սորվեցնե մեզ, եւ ոչ թե Սուրբ Հոգի ունենք, վերջացավ, մենք սորվելու պետք չունենք։ Շատերը այդպես կսեն, շատերը կսեն, կարևորը Սուրբ Հոգի ունենալն է, եւ որ Սուրբ Հոգի ունենք, ել աստվածաբանության դբրոց երթալը կարևոր չէ, անչափալ սերդելը կարևոր չէ, Սուրբ Հոգի մեզի նույն ժամանակին գուտա։ Հենց ադուր համար է որ սխալ վարտաբեդություններ կկարոզվի, քանի որ այդ մարդիկը Սուրբ Հոգի գսեն, բայց իրենց սուտ վարտաբեդությունները մեջտեղ անեն։ Որչափ կարևոր է սորվիլ, սերդել, խոգալ, խոհել, մտածել Աստծո խոսքին վրա, սերդել, հարցնել, որբեսի սխալ վարտաբեդության մեջ չմտնենք։ Ով է սա խոսը, եթե ոչ անոր գուրանա թե Հիսուս Քրիստոսն է, անիգա ներն է եւ գուրանա հայրն ու որդին, ամեն ով որ գուրանա որդին, անիգա հայրն ալ չընդունիր։ Նայեցեք մեր հայրու մեջ մեծ խնդրեմ կա։ Մեծամասնությունը չեն հավատար որ Հիսուս Աստված է։ Կհավատան Աստծո որդի է, կհավատան մարգարե է, կհավատան բարի խելոք մարդ է, բայց Հիսուս Աստված է չեն հավատար։ Մեծամասնությունը։ Եթե գսե անոր չհավատար որ անոր գուրանա որդին, ասել է Հիսուսի աստվածությունը, այստեղ երրորդության մասին է խոսքը։ Հայր Աստված, որդի Աստված։ Անոր գուրանա որդի Աստվածը, որ Հիսուսի մեջ, որ Հիսուս ինքն է, այդ մարդը նաև չընդունիր հայրը։ Քանի աղոթքներ, որ այսօր կբարձրանա մեր տարբեր եկեղեցիներու մեջ են, քանի աղոթքներ անպատասխան է եւ նույնիսկ Աստված չի լսեր։ Քանի որ աղոթքներ կբարձրանան առանց իմանալու թե ով էր Հիսուս, Հիսուսի անունով ինչպես պիտի աղոթենք, ինչ էր Հիսուս, ինչ ըսավ, ինչ սորվեցուց, ով է հայրը, որդի, Սուրբ Հոգին, առանց գիտնալու մարդիկ կաղոթեն։ Մանավանդ մեր հայրերը, որ գաղոթեն, հայր մերը սելով
առանց իրենց կյանքը հանցնելու այդ հորը Հիսուս Քրիստոսին ընդունելով։ Ինչպես արդյոք հայրը գլսե։ Սիրելի եղբայրներ, վարժություն եղած է երբեմն քրիստոնեությունը։ Կարծեք թե քրիստոնյաներս ժողովուրդ ջան վարժություն եղած է աղոթելը, երգելը, նայած որ եկեղեցիներ կան շարական գերտեն մարդիկ առանց մտածելու շարականը գերքեն, եկեղեցիներ կան հոգևոր երգեր գերքեն մարդիկ առանց հոգևոր երգերու գերքեն, աղոթներ գներ առանց քիտնալու, առանց մտածելու, ասի ներին հոգին է, որ գուզե հերացնել մեզ ճշմարիտ Քրիստոսը պաշտութենեն։ Եվ դժբախտաբար այսպես կշարունակենք։ Եվ երբեմն ալ գսենք, ես կհավատամ, ես կաղոթեմ Հիսուսին։ Այդ ինչ կաղոթես, որ Հիսուսին կաղոթես, ինչ կսես այդ Հիսուսին, արդյոք քո ուզածդ Հիսուս գտնունի, գարտացել ես խոսքը, գիտես ինչ կսես Սուրբ Գիրքը այդ քո աղոթքիդ մասին։ Որքան կարևոր է ներային հոգին դուրս գալ, քանի որ շատ հեշտությամբ ների հոգին այսօր հավատացյալներու մեջ ալ կգործե։ Եթե Հովհաննես կխոսի եկեղեցիներուն ասելով այսօր ների հոգին գա, վստահ եղեք որ հիմա 2025-ին շատ ավելի զորավոր ձևով կգործե ների հոգին մեր եկեղեցիներուն մեջ։ Դերը ողորմությունն է։ Անոր գնտունի որդին անիգա հայրն ալ գնտունի։ Անոր չընդունիր որդին հայրը չընդունիր։ Ով է Հիսուս։ Ով է Հիսուս քեզ համար։ Ոչ թե ինչ կսես տուն Հիսուսի համար։ Հիսուս ինչ կսե քեզ համար։ Սուրբ Գիրք ինչ կսե Հիսուսի համար։ Համար 24։ Ուրեմն ինչ որ դուք սկիզբեն լսեցիք, թող անիգա ձեր մեջ բնագի։ Հավատացյալը ինչ լսեց սկիզբեն, որ սկիզբի մասին է խոսքը։ Սկիզբը իր ապաշխարության մասին է։ Երբ մեկը իսկապես վերստին գծնվի, Սուրբ Հոգին գուքա այդ մարդուն գհայտնե Հիսուս Քրիստոսը։ Ճշմարիտ վերստին ծնվածները, երբ Սուրբ Հոգին գհայտնվի իրենք մի անգամ են Հիսուսի ոտքերուն տակ կինան եւ գսեն դեր ները մեր մեղքերը։ Ուրեմն դուք կսես սկիզբեն լսեցիք Սուրբ Հոգին ցեզ ինչ ասավ Հիսուսի մասին։ Ուրեմն անոր մեջ բնագեցեք։ Որու մեջ։ Հիսուսի մեջ։ Բնագի լսել է ոչ թե մի անգամ լսեցինք եւ գիտենք, բնագի լսել է զարկանալ, մեծնալ, խորանալ, սորվիլ, ջաշագել, այս բոլորը Հիսուսի մեջ։ Եթե վերստին ծնված ես Հիսուսի ոտքերուն դակ եկար, հիմա այդ ոտքերուն դակ դու պիտի զարկանաս եւ մեծնաս։ Ինչու։ Քանի որ եթե դու այդ Հիսուս անցեն դուրս կշեղվիս, գսկսիս պատմություններու մեջ մտնել, քարոզներու մեջ մտնել, անցելորը մեգում հետ կխոսեի գսե ես քարոզ Սուրբ Գիրք չեմ կարդար, բայց շատ քարոզ գլսեմ։ Քույր եղբայրներ, չի գրնարը այդ քարոզները վստահ սխալներ կան։ Իմ քարոզներուս մեջ սխալներ գրնան լալ։ Բոլորիս մեջ սխալներ գրնան լալ, բայց դու Սուրբ Գիրքը գիտնալով պետք է շտկես այդ սխալը։ Բողոս երբ կքարոզեր բոլոր հրյաները, բաները, մասնակետները քիրքերնին կփանային եւ կքննեին ինչ կսեր Բողոս Արաքյան։ Այսօր քարոզիչներ կան, կքարոզեն 5 րոպե հետո, ցես գրնամսել որ արդեն 10 հատ սխալսին։ 5 րոպե հետո։ Այնքան վարժվել ենք, իսկ ժողովուրդը գնտունի գսի ամեն, ամեն, ամեն։ Երբեմն անչափ շատ նույն սխալը գլսենք, որ այդ սխալը կդառնա արդեն մեզ համար մտերիմ ճշմարտություն։ Շատ բաներ։ Մանրագրգիծ ծևով շատ բաներ։ Որքան կարևոր է դու ամեն մեկ խոսքը Աստծո խոսքին գշիրքին վրա տնես։ Որ ների հոգին քեզ չշեղե։ Ների հոգին գա, գաշխադի, այսօր գաշխադի քո ընտանիքիդ մեջ, քո եկեղեցիդ մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր եկեղեցի ամենտեղ մեզի գինա ու շատիրը լալը եւ շիդա գսորվեցնելը։ Համար ուրեմն գսե ծեր մեջ թող բնագի, եթե այն սկիզբեն լսածնի ծեր մեջ բնագի, դու գալ որդին ու հորը մեջ պիտի բնագիք։ Եթե Սուրբ Հոգին ցես դարավ Հիսուս Քրիստոսի ոտքին դակ, եթե անոր մեջ դուք մնաք,
Ինչպես Հիսուս կսե, մնացեք, բնագեցեք կսե իմ խոսքիս մեջ։ Ինչ որ ես ձեզ սորվեցուցի անոր մեջ բնագեցեք։ Եվ որ դուք կսեք բնագի գայտնեղ, դու գալ որդին եւ հորը մեջ եք։ Հալելույա, շեղում չկա։ Շեղում չկա։ Փառք Տիրոջ։ Եթե մտանգինք եւ զարգանանք։ Համար 25 եւ ասիգայի այն խոստումը, որ ինք ցեզի խոստացավ, այսինքն հավիտենական կյանքը։ Այո, եթե ես Հիսուս Քրիստոսի մեջն եմ, հորը եւ որդին հետ Սուրբ Հոգիով միապանված եմ, ես հավիտենական կյանք ունիմ։ Այս իր խոստումն է։ Ոչ թե քանի որ ես բարի եմ, մաքուր եմ, լավ մարդ եմ, ոչ, քանի որ ես հորը եւ որդվույն մեջ Սուրբ Հոգիով կփնագիմ։ Իր ընտանիքի մեջ, եկեղեցի մեջ միապանված Սուրբ Հոգիով, այո, հավիտենական կյանքը ունենք։ Մի շփոթվիկ, սիրելի քույր եղբայրներ, մի շփոթվիկ, անորամա դերը մեզի դվավ այդ իր օծությունը, Սուրբ Հոգին օծությունը, հիմա մեկ երկու անգամ եւս պիտեսե, Սուրբ Հոգին օծությունը դվավ, որ մենք շիդակ տեղնայինք, շիդակը սորվինք, շիդակ դեղեն քաղենք, ազո խոսքեն ըմբենք եւ այնտեղեն մտնենք միապանության մեջ։ Ոչ թե հովիվներուն կարոզներով, այս կամ այն մարդկանց յետևեն երթալով, կամ այս կամ այն եկեղեցի անդամ լալով։ Այդ բոլորը պետք են, բայց ամեն բանի առաջ Աստծո խոսքին մեջ մնալը։ Համար 26 այս բաները ցեզի գրեցի ցեզ մոլորեցնողներուն համար։ Առաջին, նայեցեք, առաջին առաքյալներու եկեղեցիներուն մեջ ալ մոլորեցնողներ կային։ Ուր մնաց հիմա մեր եկեղեցիներուն մեջ։ Միշտ եղած է։ Բողոսի ժամանակ իր հիմնած եկեղեցիներուն մեջ մոլորեցնող վարդապետներ կային, որոնց գլուխը Բողոս ինքն էր, հովիվը։ Ուրեմն միշտ եղած է, միշտ ալ գլա։ Այս բաները ցեզ գկրեմ գսե, ցեզ մոլորեցնողներուն համար, քանի որ մոլորեցնողներ կան։ Դուք մնացեք կայուն Աստծո խոսքի մեջ, Հիսուս Քրիստոսի մեջ, Աստծո Սուրբ Հոգիով միապանված հոր եւ որդվուն հետ, որբեսի այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք, ձեր մեջ մնա։ Եթե դուք արթուն եք, այն Սուրբ Հոգին, որ եկավ, այն օծությունը, որ եկավ, ձեր մեջ թող մնա, ձեր մեջ թող զարգանա, ձեր մեջ թող մեծնա, ձեզ թող կործածե իր փառքին համար, Սուրբ Հոգի լեցունություն գսե Սուրբ Գիրքը, հենց այս է, երբ որ դու Քրիստոսի մեջ կապված ես։ Ոչ թե բարգևներ ունիս, անորամար չէ, ոչ թե հրաշքներ գնես, անորամար չէ, Քրիստոսի մեջ ես։ Քանի որ սատանայիստներն ալ հրաշքներ գնեն, մոլորեցնողներն ալ հրաշքներ ըրին, ների հոգին վերջին օրերը շատ մեծ հրաշքներ մի դնե, ուրեմն հրաշքը նշան չէ Սուրբ Հոգվույն։ Հիսուս Քրիստոսի սիրելը եւ անոր խոսքին հնազանդիլն է նշանը Սուրբ Հոգվույն։ Շատեր գսեն բարգևներն է նշանը, ոչ։ Քանի որ այդ բոլոր բարգևները երևալի նշաններ են, այդ երևալի նշանները սատանան նույնիսկ կնե, հենց իր նպատակը այդ է, մոլորեցնողներ, ցեզ շիդակ ջամպային թուր սանողներ, գամած ժբիդով, սիրելի խոսքերով, մեկ երկու հատ հրաշք ցույց տալով, եւ այլն, ցեզ մոլորեցնող գսեք քայլեր։ Ուրեմն մենք որքան մեր հիմքը պետք է տրվի Հիսուս Քրիստոսի անձին վրա եւ ոչ թրսևորումներու վրա, ոչ թե դուրս երևցած հրաշքներու վրա, այլ Հիսուս Քրիստոսի անձին, որ մեգուքա ինձ փոփոխություն կատարյալ։ Դուք օծությունը ստացաք եւ որ ընդունեցիք, թող այդպես մնա։ Պետք է որ մեկը ցեզի սորվեցնե։ Արդեն նույն օծությունը ցեզի գսորվեցնե ամեն բան ու ճշմարիտ է ու սուտ չէ։ Օծությունը Սուրբ Հոգին։ Գսե մի թույլ տակ որ դուրսեն մոլորեցուցիչներ ցեզ քարոզեն։ Մեկ խոսքով նույնիսկ Պողոս գսե մի բարևեք այդ մարդուն, որ ինքը իրեն հոգևոր գսե, բայց իր կյանքը չի համընկնիր Աստծո խոսքին։ Նույնիսկ մի բարևեք։ Գտեսնեք ինչ սուր է Աստծո խոսքը եւ մենք կտեսնենք այսօր հոգևոր ուսուցիչներ, հովիվներ, քահանաներ, վարդապետներ իրենց կյանքը երբ որ գնայինք
գսենք ուր է Հիսուսի խոսքը, ուր է այս մարդկանց կյանքը։ Եվ մեր հայրը գերտան այդ մարդկանց ցերկերը կհամբուրեն, այդ մարդկանց քարոզները կլսեն, եւ այս բոլորի մասին է խոսքս, բոլոր եկեղեցականներու մասին։ Այստեղ դարբերություն չեմ անել ես։ Քանի որ ամեն տեսակ եկեղեցիի մեջ լավն ալգա, վատն ալգա, բայց եթե մենք վատն ենք, եթե անդադար ուշադրություն չենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ մեր եկեղեցական վարդապետություններեն, մեր եկեղեցական աստվածապանութենեն դուրս չենք աներ ների հոգին, մենք չենք կրնար աստվածահաջո կյանք ունենալ։ Ուրեմն որչափ կարևոր է սերդել սուրբ գիրքը եւ սուրբ գիրքի մեջ Աստծո խոսքով երթալ առաջ։ Ցեզի մեկը թող չի սորվեցնե սուտ վարդապետներ։ Դուք պետք է սորվիկ սուրբ հոգիեն եւ պետք է սորվիկ այն ուսուցիչներեն, որ ցեզ Աստծո խոսքին համաձայն Հիսուս Քրիստոսի անձը ցեզ կբերեն։ Բարաբիչից Աստված այս է իմ սիրելիս որդին, ադոր մդիկ երեք։ Նույնիսկ Հայր Աստվածը մատը դրավ Հիսուսի վրա։ Նույնիսկ Հայր Աստվածը ուր մնաց մենք։ Նայեցիք նոր գդակարանի մեջ շեշտը դրված է Քրիստոս Հիսուս, Հիսուս Քրիստոս, Քրիստոս Հիսուս, Բրգիչ Տեր Քրիստոս Հիսուս, ինքն է շեշտը։ Եվ այսօր մենք շեշտը գտնենք մեր ծառայություններու վրա, շեշտը գտնենք այս կամ այն նոր հայտնություններու վրա, երազներու վրա, ըսկացումներու վրա, դեսիլքներու վրա եւ Հիսուսին կներկայացնենք ջերմակ հագուստով մարդ եկավ եւ ինձ ըսավ։ Քույր եղբայրներ, եկեք մի քիչ ավելի լրջանանք, մի քիչ ավելի սուրբ գիրքը կարդանք, մի քիչ ավելի սուրբ գիրքը սերդենք։ Ըսկացումի մարդ չենք, մենք Քրիստոսի մարդ ենք։ Ուրեմն այո, այդ օծությունը ցեզ բիդի սորվեցնե։ Հիսուսի ասած խոսքը մեհադալ գսե Հովաննես։ Եվ այս գրված է Ավետարան Հովաննեսի մեջ նույն բանը գսե Հովաննես։ Այդ օծությունը Սուրբ Հոգվի ներկործությունը երբ կվերստին գծնվիս, քեզ բիդի առաջնորդե Հիսուս Քրիստոսի ոտքերուն տակ։ Եվ այդտեղ բիդի ծանոթանաս Հիսուս Քրիստոսը ավելիով։ Բիդի հաշտվիս իր հետ եւ իր բնավորությունները բիդի կան քո մեջ։ Եվ դու պիտի սորվիս իր մե եւ պիտի պատվես զինք եւ իրպես պիտի ապրիս այս աշխարհի մեջ շեշտը գտրվի Հիսուս Քրիստոսի վրա։ Ուրիշ բան կարևոր չէ։ Ուրիշ բան կարևոր չէ, միայն Հիսուսի բեսը լալն է կարևորը մեզ։ Անոնք որ մեզ գեհդեվին քույր եղբայրներ եթե քրիստոնյա ես, եթե վերստին ծնված ես, եթե հավատացյալ ես, մեկ բան գսեմ, Հիսուսի բես ապրիր այս աշխարհի մեջ։ Անոր համար բաց սուրբ գիրքը եւ սորվիր Հիսուսը։ Ջանցիր, ծանոթացիր։ Գիտեք, երբեմն լավ մարդու մասին կխոսենք իրար, կսեմ որ ասինչ մարդը լավ բաներ գնե։ Շատ անգամներ մարդիկ կսեն, օքեյ, եթե ասինչ մարդը լավ բան է, ինձի ծանոթացուր այդ մարդուն հետ։ Որպեսզի ես ալ ծանոթանամ, ես ալ այդ մարդուն հետ շփվիմ։ Նույն բանը ցեզի կսեմ։ Հիսուսին ծանոթացեք։ Հիսուս լավն է։ Հիսուս է ճշմարտությունը։ Հիսուս է ճանապարհը։ Նույնիսկ Հայր Աստվածը շեշտը դրավ։ Սուրբ Հոգին գսե ինձ մեկ առնե, իմ բաներս ցեզ գսորվեցնե։ Գետրոնը Հիսուսն է։ Գետրոնը Սուրբ Հոգին չէ։ Գետրոնը Հիսուսն է։ Սուրբ Հոգին մեծ գպեր է Հիսուսը։ Սուրբ Հոգին եկավ որ մենք Հիսուսի մը դերմանանք։ Եվ Հիսուսի միջոցով Հորը հետ ըլլանք Հավիդյանս Հավիդենից։ Որ կարողանանք այն Աստծո հայր գանչել Հիսուսի միջոցով։ Օրհնյալ է մեր Տերը։ Ուրեմն պետք է որ մեկը ցեզ սորվեցնե արդեն նույն օծությունը ցեզի կսորվեցնե ամեն բան որ ճշմարիտ է եւ սուտ չէ։ Ինչպես անիգա սորվեցուց անոր մեջ գեցեք։ Ով է անիգա? Հիսուս։ Օծությունը մեզ կսորվեցնե ինչ որ անիգա Հիսուս սորվեցուց մեզ։ Եվ որու մեջ պիտի մնանք? Հիսուսի մեջ պիտի մնանք։ Շատ կարևոր է համար 27-ը։ Ինչպես ինք սորվեցուց մեզ իր մեջ մնացեք։ Հիսուս համար Հովաննու 15-ին մեջ նույն բանը գսե։ Մնացեք իմ խոսքերուս մեջ, առանց ինձ բամը չեք կրնարնել։ Մնացեք որ բդուղ բերեք։ Ես իմ մեջ, ես իմ Հիսուս է սողը։ Գետրոն Հիսուսն է։ Որոշումը այսօր սիրելիս։
Ավետարանը նոր գդագարանը բաց եւ այդտեղին քաղե ով է Հիսուս։ Այդտեղին սորվիր Հիսուսը, աղոթելով Սուրբ Հոգի ինձ Հիսուսը հայտնի։ Սուրբ Հոգի ինձ Հիսուսը ավելի սորվեցուր։ Սուրբ Հոգի ինձ Սուրբ Հիսուսի խոսքերու մեջ պահե։ Այդ մտքով նոր գդագարանը գարտա։ Հիսուսը քաղելով այդտեղին, ճանոթացիր Հիսուսի հետ։ Վերջին երկու համարները այսօրվա։ Եվ հիմա որճակներ անոր մեջ կեցեք, որբեսի երբ անիգա հայտնվի, մենք համարձակություն ունենանք ու անգե չամճնանք իր քալու ադենը։ Չսեր Սուրբ Հոգին, չսեր Հայր Աստված, չսեր բարի եղեք, խելոք եղեք, լավ հավատացյալ եղեք, ասկասեր եղեք, ժողովուրդը սիրեք, չէ։ Դեսե անոր մեջ կեցեք։ Եվ որ անոր մեջ կգենաս, դու արդեն գիտես ինչ պիտի դնես։ Դու կսորվիս քո ընտանիքին մեջ ինչպես վարվիս, կսորվիս քո ազգին մեջ ինչպես վարվիս, կսորվիս ինչպես պիտի սիրես քո ազգը, պիտի սիրես քո տշնամին, պիտի սիրես քո ընտանիքը, պիտի սիրես քո դպրոցը, քո եկեղեցին, դու պիտի սիրես, եթե անոր մեջ մնաս։ Ուրեմն քաղաքնիկը անոր մեջ մնալն է։ Եվ երբ որ ինք պիտի վերադառնա, իր արչև չամճնանք։ Դա հասկնակ, նորեն շեշտը տրվեցավ Հիսուսի վրա։ Իր մեջ մնալ, իր բեսը լալ, երբ ինք վերադառնա, իր արչև ամոթով չլալ։ Շեշտը Հիսուսն է։ Հալելույա։ Քանի որ գիտեք, թե անիգա արդար է, Հիսուսի մասին է խոսքը, ուրեմն գիմանաք, թե ամեն ով որ արդարություն կգործե, անգե ծնած է։ Ինչպես անցյալ անգամ ասինք, Եվ որ մեկը իր եղբայրը գսիրե, հորմե ծնած է, աստեղ գսե ան որ արդարություն կգործե, արդարեն ծնած է։ Ուրեմն հագա քրիստոսյաններուն ուշադրություն ունեք։ Քրիստոս արդարին մեջ ապրեցեք։ Քրիստոս արդարին բես եղեք։ Իր մեջ կեցեք։ Եվ երբ որ Սուրբ Հոգին դեղ ուտակ, ցեզ ավելիով Քրիստոսը պիտի հայտնի։ Եվ դու Քրիստոսը ավելի պիտի ճանաչեք։ Եվ դու Քրիստոսը ավելի պիտի սիրեք։ Եվ Հիսուսին ավելի պիտի աղոթեք, քանի որ դու կսպասեք Հիսուսը, որ ինք վերադառնա եւ իր հետ լակ հավիտյան։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը, որ մեզ այսօր այս բոլոր բաները սորվեցուց։ Փառք մեր երրորդության Աստծուն, Հորը, Որդվույն եւ Սուրբ Հոգվույն։ Իրեն լա փառք Եվ մեզի ըլլա այն խոնարհությունը, որ միշտ երրորդության առջև, ինչպես որ ինք կներկայանա, այդպես մենք ընդունենք եւ այդպես ծառայենք եւ այդպես փառավորենք Տերը եւ այդպես լեցնենք մեր կյանքը իրմով։ Փառավորվի Տերը, հալելույա։ Այս երգը Սուրբ Հոգի իջիր իշխելու մեր մեջ, նեղության մեջ, տարամանքի մեջ, ցավի մեջ։ Դու Սուրբ Հոգի իջիր, երբ որ դու գիչնես գիշխեսի մեջ, արդեն ես շիդակ տեղը գնայիմ, շիդակ կորձը գսեմ, շիդակ բանը գնեմ։ Հալելույա։ Լսենք այս երգը եւ գվերակտնենք իրար։ Մի վախնար, քանզի ես հիմա քեզ յետեմ, մի զարհուրիր, վասոնց ես քո Աստվածը դեմ, քեզ գզորացնեմ ու քեզի օգնություն գնեմ։
Բաստեցիր ու մեծ բարգոտ հայտնեցիր, աղտության մեծ գնիքով մեզ թոշնեցիր, բարավորյալը դեր, քեզ ենք մենք երգում, Հիսուս մեր արքա, քեզ ենք մենք բաշխում, Սրբագիովը դու, իջիր իշխերու, և մեր այս երգերով բարավորվիր դու, Սուրբագիովը դու, իջիր իշխերու, և մեր այս երգերով բարավորվիր դու Ամեն եւ ամեն բարավորվի Տերը, այո, հալելույա գործենք եւ գբատվենք քեզ Տեր։ Եվ մենք կսպասենք Տեր Հիսուս քո երկրորդ կալստյանը։ Կսպասենք այո եւ միջ այդ կխնդրենք Սուրբ Օգիով մեզ ավելիով օգնես, որ քո մեջ եւ քո մեջ լանք եւ քեզմով քայլենք։ Քո խոսքիդ համացան ճիշտ եւ մանրագրգիտ ամեն մեկ խոսքին։ Սուրբ Օգիով այո օգնեի շեմեր վրա, որ մեր անձը, մեր գազམ་ագերբությունները, մեր զգացումները, մեր մարդկային ավանդությունները մեզ չիշխեն, այլ միայն Սուրբ Օգին դու իշխես եւ դանիս մեզ դեր ավելիով Հիսուս միայն քեզ պատվելու։ Օրտնյալ է երրորդության մեր Աստվածը, հիմա եւ միշտ եւ հավիտյան հալելույա։ Ամեն, ամեն եւ ամեն։ Բարավորվի Տերը սիրելի քույր եղբայրներ, գործնենք Հիսուսի անունով։ Հիվանդները թող բժշկվին, ինգածները թող բարձրանան, ձրածները թող շտկվին, թող դգարները զորանան Հիսուսի անունով, քո ընտանիքիդ մեջ խաղաղություն եւ ուրախություն թող կա, Հիսուս Քրիստոսի խոսքը թող մնա քո սրտի մեջ եւ լեցնե ավելիով, որովհետեւ դու այս խոսքով քայլես եւ իրեն փառտաս միշտ եւ հավիտյան, վերջի վերջո այս պիտի մնա եւ դու իր հետ միասին երկինքը իր փառքով։ Հալելույա։ Փառք բադիվ օրտություն մեզ Տիրոջը, մեր Տիրոջը մեզ եւ ցեզ ավետիս ուրախություն, փառապանություն Հիսուս Քրիստոսի անունով։ Եղեք օրհնված, քալ չորեքշաբթի նույն ժամը նույն ալիքին կշարունակենք մեր սերդողությունները դեր օրհնեցես։ Ցտեսություն։